Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, ես կուզենայի մի հատ էլի հստակեցնենք այս հարցը, որտեղ թեթևակի շփոթ առաջացավ։ Նախ եկեք հստակեցնենք, որ հուշարձանների ցանկում ներառված են ինչպես պետական սեփականություն հանդիսացող հուշարձաններ, այնպես էլ մասնավոր սեփականություն, Երևանի կենտրոնում բնակելի տներ, խանութներ եւ այլն։ Հիմա այս կետից սկսած եկեք նորից հստակեցնենք, եթե հուշարձանը հանդիսանում է պետական օտարման ոչ ենթակա շինություն կամ, չգիտեմ, պեղավայր, հնավայր եւ այլն, այդտեղ ԱՊԶ-ն, ճարտարապետական առաջադրանքը տալիս է բացառապես ըստ այս փոփոխության ԿԳՄՍ-ն, նախարարությունը, թե տեղական ինքնակառավարման մարմնի հետ համատեղ եւ հակառակ կողմը, եթե մասնավոր սեփականություն է, այդտեղ ինչ ենք փոխում։ Կարող է արդյոք այդ դեպքում միայն տեղական ինքնակառավարման մարմնի տված ԱՊԶ-ի հիման վրա այդտեղ կատարվել փոփոխություն, թե այլի անպայման պահպանվում է ԿԳՄՍ եղած լիազորությունը այդտեղ փոփոխություն ամերակայում թույլ տալու կամ չտալու։ Այս երկուսը նույնից հստակ ասենք, էլի։ Շնորհակալություն, պարոն Եղան հարցի համար։ Տեսեք, մենք դրա համար նշում ենք ԿԳՄՍ-ի կողմից տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն հին միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ մայրաթորին հանձնվածները։ Այսինքն խոսքը գնում է եկեղեցի, ամրոց, տաճար, որոնք որ թիմ լիազորություններից, այսպես ասած, այդքան կապված չեն։ Իսկ ինչ վերաբերում է շենքերին, բնակելի, մասնավոր, մենք որևէ, այսինքն ես ինչի մասին մենք խոսք գնում ենք միջին դարերի հիմնականում ու որոնք որ հատուկ ցանկով էլ կառավարությունում հաստատված են։ Այսինքն հիմա օրինակ Գառնիում, եթե պետք է այլի եմ ասում շինարարություն արվի, դա ոնց որ արդեն ու դա շատ երկրներում է տենց, եվրոպական բոլոր զարգացած երկրներում, դա էսա լիազոր մարմին է, որտեվ ինքն է կոմպետենտ։ Իսկ թիմի դաշտ մենք այսպես ասած չենք մտնում։ Շնորհակալ։ Ու նորից նշեմ, որ հիմա էլ է գործող օրենքով էլ է տենց, հիմա էլ է տենց արվում, ուղղակի հստակ չէ ձևակերպումները, մի քիչ խառնաշփոթ էր առաջացնում։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք, համեցեք։ Պարոն Քոչարյան, այդ առաջի կտորը ես գիտեմ, խնդիրը երկրորդ մասի հետ է, իսկ մասնավոր սեփականություն հանդիսացող հուշարձանների դեպքում ԿԳՄՍ-ի լիազորությունների մասով ինչ որ բան փոխվում է, թե ոչ, օրինակ մասնավորը ցանկանում է փոփոխել իրեն պատկանող հուշարձան շենքը, թիմն էլ համաձայն է։ Կարող է արդյոք նախարարությունը ասել, որ ոչ, ես իմ կողմից ասում եմ, որ համաձայն չեմ եւ այդտեղ արգելակի գործողությունը։ Շնորհակալություն։ Իհարկե, տենց էլ արվում է։ Թիմը ուղարկում է մեզ համաձայնության, այն գիտամեթոդական խորհուրդը, որ նշեցի քիչ առաջ։ Այո, այդտեղ բան չի փոխվում։ Ցանկացած հուշարձանի փոփոխություն պետք է գա լիազոր մարմին համաձայնության եւ կախված բարդությունից անցնի գիտամեթոդական խորհրդի նիստը։ Շնորհակալություն։